Բարև բոլորին, ես շարունակում եմ իմ վիդեո դասերի շարքը եւ այսօր անդրադառնալու եմ Ստուդինի սցենայի լուսավորությանը։ Ես տեղադրել եմ երկրաչափական մարմիններ, բերել եմ մի հատ plane, այստեղ։ Եվ այս սցենայի վրա լուսավորություն եմ հիմա տեղադրելու։ Այստեղից գալիս ենք պլյուսիկի վրա նշում, ըստեղից ընտրում ենք երրորդ տարբերակը լույս, այստեղ ձեր մոտ ֆոտոմետրիկ կլինի, դարձնում ենք էդի V-Ray V-Ray-ից լայթերից ընտրում ենք առաջինը եւ այս հատվածում դնում ենք այս կողմից գլխավոր լույսը առաջինը, քանի որ իմ դիտման կետը այս կողմից է, ես այսպես թեքում եմ իմ լույսը, ուղղորդում եմ դեպի առարկաների վրա, այսպես եւ սրանից shift-ը սեղմած կոպի եմ հանում, տանում եմ ձախ կողմ, ունենալու եմ 3 հատ լուսավորություն, այստեղ mirror-ով դարձրեցի իրան նորից առարկաների կողմ, մի հատ էլ նույնից լույսից ունենալու եմ վերևի հատվածում, ուրեմն զրոյացնում եմ այս թվերը, իրան բարձրացնում եմ վերև, այսպես, ուրեմն առանց տեսախցիկի ռենդ անելու համար, որպեսզի լուսավորությունը շատ վառ չլինի, այսինքն տեսախցիկով արված ռենդերի նման լինելու համար մտնում ենք 8-ի մեջ, այստեղ սեղմում ենք 8 կոճակը բացվում է environment եւ effects բատուանը, այստեղից ընտրում ենք V-Ray exposure control-ը եւ այստեղից ես մի հատ փորձնական ռենդ եմ անում, տեսնեմ ինչ արդյունք ունեմ, տեսնում եմ լուսավորությունը քիչ է, պետք չի որ սցենայի մեջ լույսերը երևան եւ սև ֆոնը հեռացնեմ, այստեղից նախ հետևի մասում ես որպեսզի սև չունենամ ֆոն, նախ ես գծերը չի անջատել, ես հատվածը անջատեցի, այստեղից մտնում ենք այս edge-ի բաժնը, այս հետևի պատ ունենալու համար բերում եմ մինչև այս հատված, shift-ը սեղմած բարձրացնում եմ վերև, այս հենց հատ պատ եմ ստանում եւ այս կողմից եւ այս կողմից ձգում եմ այս կողմ, որպեսզի հանկարծ եզրերից սև հատվածներ չերևան, այստեղից ասում եմ chamfer, այս սուր հատվածը կորացնելու համար, տեսնեմ ստեղ առարկաների մեջը չեն մտնել, մի քիչ մեջ եմ մտել, այսքան եմ թողնում եւ ասում եմ, որ ստեղ գծերը շատանան, կամ մի քիչ էլ շատացնում եմ, հետո ընդհանուր այս plane-ս հետ եմ բերում, հետև, եւ ստեղ փորձենք նորից ռենդ անել, բայց քանի որ լուսավորությունը քիչ էր, ես մի քիչ շատացնեմ, այստեղ ես ունեմ 30, դարձնում եմ 250, 100 այս կողմից, այսինքն գլխավոր այս կողմից, երկրորդականը այստեղ եւ երրորդն է այստեղ, այս մի կողմից լույսը պետք է գերակշռի, ավելի ուժեղ լինի։ Մտնում եմ հա կամերա չունեմ, առանց կամերայի ռենդ եմ անում, այս դիրքից հա իդեպ այս լույսերը պենք որպեսզի ռենդի ժամանակ սև չերևան, ստեղից պիտի ասենք invisible, այս սրանք լինեն invisible, անտեսանելի, այսինքն լույսի աղբյուրը չերևա, այսպես ռենդ եմ անում, տեսնեմ ինչ արդյունք ունեմ, տեսնում եմ, որ լուսավորությունը ագին լավացա, բայց սև հատվածներ չունենալու համար ես այս լույսերի հեռավորությունը շատացնում եմ, ավելի հեռու տեղ եմ տանում եւ սրանք բարձրից իրենց մասշտաբն եմ մեծացնում, չափերը այսպես այսքան շատ չլինի, որպեսզի այս այն մեծացնում եմ, սա նույնպես, նորից գալիս եմ մոտիկ, այս ձևով ռենդ եմ անում,
արդեն շատ ավելի լավ է։ Իմ մոտ ես այստեղ ակտիվացնում եմ active shade-ը, որ անընդհատ rend տեղի ունենա, այս կանաչ կոճակի վրա սեղմելով, իմ այս կոմպոզիցիան ես լուսավորությունը փոփոխում եմ այս կոմպոզիցիայի վրա անկած լույսերի, ստերից 250-ը բավականին լավ է, երկրորդ լույսը, որ ձախ կողմում է գտնվում, 30-ը դարձնում եմ 100, վերևի լույսը դարձնում եմ նորից 100, այստեղի 250-ը փոխում եմ 450 կամ 500 ավելի լավ։ Ես տեղ կուզում եմ գույների խաղ տալ, առաջին դնում եմ, օրինակ տալիս եմ կապույտ սենց երանգ, երկրորդին մանուշակագույնի մի թեթև այսպեսի հետաքրքիր խաղ եւ երրորդն կարող եմ տալ դեղնավուն վերևից լույսը ընկնելու, վերևի լույսի գույնը։ Այստեղ քանի որ գույն ենք տալիս, լույսի ուժգնությունը թուլանում է։ Եկեք փոխենք այստեղից տամ 1000 շատ եղավ 700 թվում է լավ է 550 նորմալ կլինի ինձ թվում է 500-ով այսքան ուրեմն այստեղ փիրուզագույնը, այսինքն այս առաջի լույսը այսքան, պիտի այնքան լինի, որ սպիտակ տեղ չունենանք շատ այս պահին, տեսնում եմ, որ իմ մոտ այստեղ 400 դարձնեմ, այս երկրորդը մանուշակագույնը մի փոքր ավելացնեմ 150 դեղինը 200 այսքանը ստուդիոնի լուսավորությունը, այսինքն 3 հատ լույս անենալու տարբեր տեղերից մի քիչ դիմաց թեքված, այդքան բան այսօրվա դասը այսքանն էր, շնորհակալ եմ